Այս շաբաթ Հայաստանում նշում էին գրքի միջազգային օրը, որի ամենակարևոր գործողությունը միմյանց գիրք նվիրելն էր։ Սա դառնում է շատ գեղեցիկ ու իսկապես սպասված ավանդույթ, որի այս տարվա գլխավոր հերոսներին ու անցուդարձին հետևել է Հայկույ Ասատրյանը։ Նվիրում է այն, ինչ ցանկանում է ստանալ, Հարուկի Մուրակամի, TV Մարտիկ, անձնական գրադարանից ընտրեց, մակագրեց, տարածում է գիտելիք, միտք և գաղափար։ Զավեն Բոյաջյանին, հեռուստատեսային ու կինոաշխարհի բացառիկ ճանաչողին սիրով ինձնից։ Շնորհակալ եմ շատ։ Գրքի տոնին տասնյակ ընթերցողներ միմյանց նվիրեցին սիրելի հեղինակների ստեղծագործությունները, վաճառվեց ռեկորդային քանակի գրականություն, ինչպես ամանորի նախօրեին։ Պատրաստել եմ Ռեմարկի 3 ընկերը, իմ ընկերուհու Սոֆիի համար, անգամ մակագրել եմ արդեն, ու սա խորհուրդ ունեցող գիրք է։ Նազենին գիրք նվիրում է միայն մտերիմներին, ընտրյալներին եւ ինքն իրեն։ Գրադարանը նկարահանումից առաջ հատուկ կարգի է բերել։ Իր գրքերը տան բոլոր անկյուններում են, բայց դարակներում չեն փոշոտվում։ Ապրում են, բացվում, փակվում, վերընթերցվում։ Նվեր եմ ստացել շատ փոքր հասակում Հովհաննես Թումանյանի այս փոքրիկ գրքույկը, որը մայրս է նվիրել ինձ։ Նա ինձ միշտ ծիծաղով հիշեցնում էր, որ ես տերատամիկներս լավ չձևավորված, մի քիչ թլոշ կարդում էի, կանչում է կրկին, կանչում անդադար, այն չքնախ երկրի կարոտը անհույս, ու թևերն ահա փռած տիրաբար, տենչում է հոգիս, տենչում դեպի տուն։ Գրքաշուկայում հայտնվում են որակյալ գործեր, պակասում են հայերեն վատ թարգմանությունները։ Այն թարգմանությունները, որոնք ռուսերենից են կատարված, չգիտեմ, պաչեն կարող եմ համարել եւ շատ այդպես մշուշոտ աղոտ պատկերացում են տալիս եւ տվյալ հեղինակի եւ տվյալ ստեղծագործության մասին։ Զավեն Բոյաջյանի աշխատանքները լավ են վաճառվում։ Ռեյ Բրեդբրի, Ումբերտո Էկո, Հենրի Միլլեր, Շեքսպիր թարգմանվում է միայն բնագրից, հայերեն ներկայացվում են բացառիկ հեղինակներ։ Այդ թարգմանությունները ձեռք բերելու համար ոմանք գումար են հավաքում, մյուսներն էլ Facebook-յան լայք։ Այնքան շատ են լավ գրքեր տպագրվում, որ բոլորը միանգամից ձեռք բերել հնարավոր չէ։ Այդ պատճառով, եթե գոնե մեկը նվեր ստանաս, Նունեն շատերին նյարդայնացնող, բայց օգտակար նախաձեռնության միջոցով ձեռք է բերել իր նախընտրած գիրքը։ Խելացի Երևալու սինդրոմ չէ, թանկ գրքերը անվճար ձեռք բերելու հնարավորություն է։ Բեսթսելերը, որը 100% կարամ ասեմ, դա Փոքրիկ իշխանը։ Արձակագիր Սարգիս Հովսեփյանի գրախանութը Երևանում վերջին բացվածքն է։ Կայուն վաճառք եւ պահանջարկ է ունենում մանկական, թարգմանական եւ հետո միայն ժամանակակից գրականությունը։ Նվեր ընտրելիս հիմնականում գնում են ժամանակով փորձված գրականություն, որը խնդրահարույց չէ։ Հենրի Միլլեր, այնտեղ պորնոգրաֆիկ տեսարանների եւ այլնի համար։ Հիմա այդ գիրքը մեկին նվիրեն, հնարավոր է շատ երկիմաստ լինի։ Բախտի հանդեպ իմ սև ու տրտում, եթե կարեկցանք լինի ձեր սրտում, ուզում մի նշույլ, դուք ինձ չեք լքի։ Ինչ ոգեշնչել է իրեն տպավորել, այն էլ նվիրում է։ Այս սկզբունքով է առաջնորդվում Դիանա Մալենկոն։ Գրախանութում պտտվելուց հետո առաջին ընծայագիրքը արվեստի բաժնից։ Գիրք նվիրված ժամանակի սեքս սիմվոլ դերասան Ջեյմս Դինին։ Սա կհասկանանք միայն ես եւ այն մարդը, ում նվիրելու եմ։ Գիրքայի այդ կապը երկուսից մեջ կկապի եւս մեկ կապով Ջեյմս Դինը։ Նվերը լինում է թանկ, էժան եւ գիրք։ Գրախանութի մի կողմից մյուսը պտտվեց, 4 գիրք ընտրեց։ Վիրջինիա Վուլֆ, սա իրենն է։ Նարեկը Քույրիկին, Վիլյամ Սարոյանի պատմվածքների ժողովածուն էլ գործընկերոջը։ Սարոյանը այն գրողներից է, որ անընդհատ կարելի է կարդալ տարբեր տարիքում։ Վերջին տարիներին հրատարակչական բում է։ Տպվում է լավ գրականություն, բայց քիչ ընթերցողի համար։ Գիրք կարդալը նորաձև է, դառնում է նաև ավանդույթ։ Մեզ մոտ գրքերը հիմնականում ունենում են 500-ից 1000 տպաքանակ։ Շաբաթական 10 օրինակ էլ վաճառվի, շնորհվում է լավագույն վաճառվածի տիտղոսը։ Կան իհարկե գիրք ուզողներ, ես նրանց կարող եմ ասել անամոթ մարդիկ։ Արհամարում է քո մտավոր ունակությունները, քո մտավոր ներդրումը եւ սեփականությունը։ Բարամ Սահակյանը շեշտում է. հիմքում պետք է լինի դասական գրականությունը, հենց դա էլ պարտադիր է ընթերցանության համար։ Գրող ընթերցողներին բաժանում է 2 տիպի՝ տեղյակ եւ անտեղյակ։ Մոդա ընկած գրքերի մասին ընդհանրապես չհետաքրքրվեն։ Մի տեսակ քաղաքենիական մոտեցում է ցուցաբերվում, որ դա չիմանալ դրա մասին չխոսելը ամոթ է։ Բարամ Սահակյանի գրադարանը գադջեթում է, կարդում, վերընթերցում է էլեկտրոնային եղանակով։ Համաշխարհային տենդենց է, օնլայն գիրք կարդացողները շատանում են, բայց տպագիրն էլ դիրքը չի զիջում։ Ինչպես ստեղծել բեսթսելլեր, ինչն է պահանջված եւ եկամտաբեր։ Ի տարբերություն ֆիլմի, գիրքը հատուկ էֆեկտներով չի սահմանափակում երևակայությունը, բայց մեկը մյուսին օգնում են ու լրացնում։ Կինոն պոպուլար բան է, հետո վիզուալ ընկալման արվեստ է, շատ ջանք չի պահանջում, չէ։ Դա ասենք այդ տեսակ գրքերը բանը տենց կինոյով ավելի ծանոթ են։
Հենց սուր ներկերի հոտերը չի գալիս, եթե թողնում են տպարան չորանում է ժամանակին, ինչքան պետք է, խտի հոտն է գալիս ու մարդկանց դուր է գալիս։ Հոտ, քաշ, չափ մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է ամեն մանրուք։ Հրատարակչությունները մեծ ուշադրություն են դարձնում գրքի ապրանքային տեսքին։ Այստեղ ծնվում է գիրքը, ստանում բովանդակություն եւ փուլ առ փուլ վերջնական տեսք։ Գիրքը պետք է աչք շոյի, տրամադրություն ստեղծի, այն ձեռքում պահելը պետք է հաճելի լինի։ Ոսկե լակապատ, հա, սուպեր շապիկ, գեղեցիկ դիզայն ու արդեն ներկայանալի է։ Եվրոպական գրադարանները տասնյակ միլիոնավոր եվրոյի կորուստ են կրել միջնադարյան եւ հին գրքերի գողությունից։ Վերջին խոշոր դեպքից հետո հերոսացած ավազակն իր արարքը խոստովանեց միայն Դոստոևսկին թերցելուց հետո։ Գիրք գողացել եմ, ինչպես ասում են, գրքի գողը գող չէ։ Ովքեր են գրքի գողերը, մարդիկ, որոնք սիրում են կարդալ, բայց չվճարել դրա համար։ Նրանք խնդրում են իրենց նկատմամբ մի քիչ ներողամիտ լինել։ Միխայել Չեխովը կոնկրետ հիշում եմ ումից են վերցրել, անունը չեմ տա։ Գեղարվեստական գրականության համաշխարհային առաջատարներն են Մատանիների Տիրակալը եւ Հարի Փոթերը։ Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հայտնի վիպաշարը շուտով կլինի նաեւ հայերեն։ Գործակալների հետ երկար բանակցություններից հետո Հարի Փոթերը հայերեն հրատարակելու իրավունքն արդեն ձեռք են բերել։ Քանի դեռ գրողը գրում է, թարգմանիչը թարգմանում, հրատարակիչն էլ հրատարակում, կա նաեւ ընթերցող, որն էլ ամբողջացնում է այս արձանը։ Եվ եթե պատվանդանը դատարկ չէ եւ փայլում է վրան շատ նստելուց, ուրեմն քաղաքը դեռ գիրք է կարդում։ Հայկուհի Ասատրյան, Նարեկ Գալստյան, Վանաձև։